Կարեն, Կարեն, Կարեն։ Դու ով ես։ Ես քո չարփերին եմ։ Չարփերին։ Ես հասկացա։ Սա երազա։ Ես այս աչքերս կփակեմ, կբացեմ ու դու էլ չես լինի։ Մի րոպե։ Պաստորեն երազ չի։ Ոչ երազ չի։ Եկել եմ քեզ տանեմ ԱԳԼՃԿ։ ԱԳԼՃԿ։ Բայց իմ վրա գազ չկա, դրա ստանում ես ԱԳԼՃԿ, ինչ անես։ Սխալ հասկացար, ԱԳԼՃԿ, ապօրինի գնդապետի լիազորություններով ճարահատյալ Կարենների բաժին։ Հասկացա, Նարե դու ես։ Լավ էլ շուտ հասկացար։ Մնում է հասկանաս Կարեն, որ այս տանը կա մի հատ շեֆ ու դա ես եմ։ Լավ էլի Նարե։ Մի քիչ պրիմիտիվ ես մտածում, այս հոգիները վաղուց ակտուալ չի։ Լավ։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն ակո աղջիկ, հաստատ կլեր է բոլոլա, բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դեպավ է դեբոլա, վայ այ կեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեբոլա, վայ այ կեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեբոլա, վայ այ կեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեբոլա, վայ այ կեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ կեզ բոլոլա, բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Կերեք երեխեք ջան, այսօր տոնական նախաճաշ է, ու այդ առիթով ոչ թե սովորական, նրբերշիկ ենք ուտելու, այլ բավարական։ Ման, բայց այսօր տոն է։ Այո, այսօր իմ ու պապայիդ ամուսնության 28-ամյակն է։ Դզեց մամ, իսկ ձեր հարսանեկից թորներ չկա նայենք։ Չէ բալես, մեր հարսանեկից թորները նայելու չէր, պատմելու էր։ Հրաշքա է, որ 28 տարի համերաշխ ապրում եք։ Եթե գաղտնիք չի կասեք, որն է ձեր ընտանիքի համերաշխության գաղտնիքը։ Ալեքս ջան, հասկացանք, որ փեսա ես, բայց չպիտի ամբողջ գաղտնիքը իմանաս։ Շատ լավ կլիներ, որ պապան էլ մեր հետ լիներ, նորմալ կնշենք։ Բայց ով ասես չենք նշելու, պապայի հետ օնլայն կմիանանք, մնում ես գեստիս հարցով զբաղվեմ։ Իմ ունիցած 27 շորիկներ արդեն ամեն տարի հագել եմ։ Ողջույն ընտանիք։ Բարև բալես, նստի նախաճաշենք։ Չհասկացա, ես ոնց եք ողջունում ձեր տան շեֆին։ Երբ ես բարևում եմ, դուք պետք է ասեք ողջույն սիրելի Նարե, իսկ մամա շարունակի եւ սիրելի կրտսեր դուստր։ Չեք ուզում բարևեք։ Լավ, ես նենց կարեմ դուք երկելով կբարևեք։ Մնում այն Կարենին գծերից հանեմ, թե չէ ինչ անում եմ չի գնում, ոնց որ պատոշ լինի։ Նարե, իսկ դու որ շեֆ լինես կարաս ինձ էլ փող շեֆ նշանակես։ Խնդիր չկա։ Ինձ էլ մշակույթի նախարար է, եթե կարելի է։ Ալեքս ջանի, եթե կարելի է ուտելուց մի խոսա։ Լավ։ Ողջույն ընտանիք։ Ողջույն պարոն Կարեն։ Եվ սիրելի ամուսնու տեղակալ։ Հաջող ընտանիք եւ պապայի ոչ սիրելի տեղակալ։ Լավ, ես էլ գնամ մոլ սիրուն շորիկ առնեմ։ Մամ, կարամ ես էլ հետդ գամ, ես մոլերից շատ լավ եմ, ընկերուներս ինձ մոլագար են ասում։ Լավ։ Կարեն տոնական նրբերշիկ է, շատ համեղ է։ Սիրով։ Սակո արսուչը թխամի։ Մերսի։ Սակո գիտես ինչ եմ մտածում, ասում եմ, որ շենքը կառուցենք, երբ պիտի անուն դնենք էլի այդ շենքին, որ ասեն օրինակ արի գնանք Ռոզա Գարդեն։ Կամ կարանք դնենք Սակո Փալաս։ Սակո դու ինձ լսում ես։ Սակո դու ինձ չես սիրում։ Այդ ասում դու ինձ չես սիրում, ասես, հա։ Աղջի, ինչ երավ քեզ սիրում եմ, այդ ցավը տանեմ։
Ահա քո նման կնոջը ոնց կարա մարդ չսիրի։ Դու կնիկ ես, դու առավոտվա թարմացնող սուրճ ես։ Բա ինչ ես տենց կլանված ժամերով կարդում հեռախոսիդ մեջ։ Նայ, կյանք, մի հատ լավ նորություն էի կարդում, նոր ծրագիր կա, էլի, ասում է, եթե գործատուն աշխատանքի ընդունի թոշակառուի, ազատվում է հարկերից, մի բաներ փող են տալիս։ Լուրջ ես ասում։ Դե արի մի հատ թոշակառու ընդունենք ու այդ ստացած փողով էլ մեր շենքի առաջին հարկը կառուցենք։ Չէ, սա քարի 11 հոգի ընդունենք ու միանգամից 11 հարկն էլ կառուցենք։ Հանգստացի, Ռոս, չենք կարա, ընդամենը ծրագիրը թույլ է տալիս 1 հոգու։ Քո, այս ծրագրերի մեջ մի բան միշտ թերի ու պակասա։ Ռոս, գիտես ինչ եմ մտածում։ Հասմիկ Մեխակովնային համոզեք թող գա աշխատի մեր մոտ։ Հասմիկ Մեխակովնային։ Բա ինչքան աշխատավարձ ենք տալու։ Ով ասեց, որ տալու են։ Դու զանգին գտորը մնացած էին վրա։ Զանգի։ Իսոք։ Շեֆը սա։ Լսում եմ, շեֆ ջան։ Վահան, ուրեմն լսի ինչ եմ ասում։ Բաց չկա, շեֆ ջան, հենց հիմա անեմ։ Այդտեղ մի հատ լսի նոր ասա հեսա կանը։ Շեֆ ջան, դու չես ասել, որ ինչ հրամայում եմ տեղում կատարես։ Լսի, ուզում եմ մեքենա նվիրեմ։ Վայ, շատ շնորհակալ եմ, շեֆը, շատ։ Կակլաս ուզում ես իմ մեքենաս փոխել, գիտեք։ Այդտեղ քեզ չեմ ուզում նվիրել։ Այսինքն դուք նոր հավատարիմ թիկնապահ եք ճարել ձեզ համար։ Եթե մի հատ էլ ինձ ընդհատես, ուրիշ հավատարիմ միջև վերջ լսող թիկնապահ եմ գտնելու, լսեցիր։ Հասկացա։ Պատժեմ ինձ։ Պետք չի պատժել, այդ ատաճանակն էլ դիր տեղը։ Հասկացա։ Սոխի համար նոր մեքենա եմ գնել, որ ոտքով չգնա գործի։ Բայց գիտես, իմ կողմից նվեր չի ընդունում աղջիկս։ Դու արի գրասենյակ, մեքենան վերցրու ու նվիրի իրան։ Աբա շեֆ ջան, եթե ձեզնից այդ մեքենան չի վերցնում, ինձ ոնց կընդունի։ Դա արդեն քո պրոբլեմն է, ոնց ուզում ես արա։ Բայց վաղը Սոֆին պետքա գնա իր սեփական մեքենայով, ոչ թե քաղաքապետարանի ավտոբուսով։ But boss։ Ոչ մի բայց։ Եթե Սոֆին մեքենան չվերցնի, դու ես վերցնելու քո աշխատանքից ազատման դիմումը ու բերես ինձ մոտ։ Լավ։ Ադե Սոֆի ջան, պապատել որ քեզ նվեր անում վերցրա, էլի եղածը մի մեծ բան չի, մեքենա է։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Կարեն, խոսալու բան կա։ Եթե էլ եկել ես ասես, որ տան ղեկավարի լիազորությունները անցնցում փոխանցեմ ընդդիմությանը, այսինքն քեզ ասեմ, որ դա չի լինելու։ Քիչն է էլի ազգային ժողովի նիստերը։ Ուրիշ հարց է։ Ես հասկացել եմ, որ սխալ եմ վարվել քո հետ ու ուզում եմ ներողություն խնդրել։ Ես քեզ ներում եմ, Նարե ջան, ու խոստանում եմ, որ պարոն գնդապետի բացակայության ընթացքում ես քո համար կլինեմ իդեալական հայր։ Մի քիչ չափերը անցար։ Ես իրականում դեմ եմ, որ դու լինես տան շեֆը, բայց եթե պապան քեզ նշանակել կընդունեմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Այ։ Ինչի ես հուզվում։ Կարոտել եմ պարոն գնդապետի ճակատը։ Ահ։ Իսկ դու պապայի բոլոր հրամանները ճիշտ ես կատարում։ Իհարկե, ոնց որ գրած է կանոնակարգում։ Օրինակ հիմա գրած է, որ պետք է նստեմ հեռուստացույց նայեմ ու հեռուստացույցի ալիքները անիմաց թերթեմ։ Ուրավ կույտը։ Իսկ պապան սրանից հետո միշտ լողանում էր։ Լուրջ ես ասում։ Հələ մի րոպե։ Բայց այդտեղ տենց կետ չկա գրած։ Դե լողանում էր, ձեռքերը թացեր չէր կարա գրեր։ Հա։ Դե ուրեմն գնամ լողանամ։ Բայց պարտադիր գլուխդ մի 5 անգամ շամպունով կլվանաս, պապան տենց էր անում։ Իսկ կավա տենց չաներ, որ մազերը չթափվեր։ Աչքիս փոշման եմ, հա, որ քեզ ներել եմ։ Լինում եմ, Նարե ջան։ Գնա, դու հələ չգիտես գլխիդ գալիքը։
Այս ուրիշ բան։ Որոշեցին, որ այդպիսի բան ենք անում։ Սարգիս եւ Վարդուհի, կասեք ինչու եք ինձ զանգահարել եւ հրավիրել ձեր սրճարան։ Սակայն չի ինձ անընդհատ Վարդուհի ասում։ Աղջիկը Հասմիկ Մեխակովնան է, էլի անունը թարգմանած է ասում է։ Հասմիկ Մեխակովնան, նստեք մի կտոր հաց ուտենք, ես ես ամեն ինչ կբացատրեմ։ Ուղղակի հիմա մեր էս լանչի ժամն է։ Սարգիս լանչ չի, պիրիռիվ է։ Ոչ լանչ է, ոչ պիրիռիվ, այլ ընդմիջում է։ Հա, գիտեմ, ուղղակի իմ կրթությունը անգլիական է, ես տենց անգլերեն եմ ասում էլի լանչ։ Ոնց հասկանում եմ, քո կրթությունը ոչ թե անգլերեն է, այլ թերի։ Սա քո լավարի Հասմիկ Մեխակովնային բացատրի, թե ինչի ենք իրեն կանչել էստեղ։ Ուրեմն Հասմիկ Մեխակովնա ջան, մենք ձեզ շատ ուժեղ առաջարկություն ունենք, ուզում ենք, որ դուք մեր մոտ աշխատեք։ Եթե խանութն ու սրճարանը քանդեք եւ տեղում գրադարան կառուցեք, մեծ սիրով։ Այ մարդն չի քանդենք, մենք ձեր թոշակի համար ենք ուզում, նոր ծրագիր կա, չեք լսել։ Ինչ ծրագիր։ Չէ, չգիտեմ։ Այս էս ծրագիրը, Հասմիկ Մեխակովնա, նայեք ինչ է, նոր օրենք է, ուրեմն բոլոր այն թոշակառուները, ովքեր աշխատում են խանութում, սրճարանում, իրաց թոշակները բարձրանում է ուղիղ 50%-ով։ Ինչ հրաշալի ծրագիր է։ Բայց մի վարքյան, դուք առանց ձեր շահի ոչինչ չեք անում։ Որն է ձեր շահը։ Լավ, էլի Հասմիկ Մեխակովնա, բա ամոթ չի։ Մենք ուղղակի ուզում ենք, որ ձեր թոշակը բարձրանա, որ դուք լավ ապրեք, որ ինչ ուզեք առնեք ուտեք, ոչ թե ինչին հերիքում առնեք ուտեք։ Լավ, համաձայն եմ։ Իսկ որոնք են իմ պարտականությունները։ Վայ շատ հեշտ է, գիտեք, գրադարանի պես, լրիվ նույն բանն է, մարդիկ գալիս են, մոտենում եք ինչ-որ բան են ուզում տալիս եք ու վсё։ Հա, ուղղակի ի տարբերություն գրադարանի, այստեղ մարդիկ մի քիչ շատ են գալիս ու վերջում էլ փող են տալիս։ Իսկ ինչքան է լինելու իմ աշխատավարձը։ Իսկ դուք գրադարանում ինչքան էիք ստանում։ 660,000։ Ինչքան։ Որը հետո էլ ասում են գրադարան մարդ չի գնում, բա որ չի գնում 660,000 ամիսը ոնց են տալիս։ Սարգիս, ինչ ամիսը։ Տարին այդքան, ամիսը 55,000։ Ոայ, փառք Աստծո, սիրտս տեղն ընկավ։ Հա, դե որ 55-ը, մենք ձեզ առաջարկում ենք տենց մի հատ սիրուն 57,000 ամիսը։ Ընդամենը 2,000 դրամ ավել։ Լավ, համաձայն եմ։ Շատ լավ է Հասմիկ Մեխակովնա, դե սկզբի համար մենյուին ծանոթացեք։ Վարդուհի ոչ թե մենյու է, այլ ճաշացանք։ Ցանկ, կներեք Հասմիկ Մեխակովնա, ում եք զանգում։ Ալային, զգուշացնեմ, որ այսուհետ այստեղ եմ աշխատելու, որ չզարմանամ։ Ալո, ալա, կարող ես ինձ շնորհավորել, իսկ քեզ ցավակցել, որովհետև ես շատ մոտ եմ ձեզ աշխատելու և ամեն օր ձեզ հյուր եմ գալու։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Ուշացար Պեսա ջան։ Ալեքս, որ խնդրեմ այդ սիրալի ալիքը կփոխես, ֆուտբոլ դնես։ Ինչի համար։ Որ ոչոն դերասան չդառնա, ֆուտբոլ նայի ու ֆուտբոլիստ դառնա, մորքուրի նման։ Բայց ինչ վատ բան կա սերիալի դերասանի մեջ։ Ավելի լավ է ասեմ, ինչ լավ բան կա, վատ էր, եթե թվարկեմ շատ երկար կտևի։ Նարեկ ջան, ֆուտբոլի մեջ ինչ լավ բան կա։ 22 հարուստ տղա վազում է գնդակի հետևից։ Դու ինքդ ասեցիր, ստեղ կարևորը հարուստն է, ոչ թե քո նման աղքատ դերասան։ Իսկ կարող է իմ երեխու փոխարեն դուք չորոշեք իր ապագա մասնագիտությունը։ Ինքը կմեծանա ու ես կորոշեմ։ Լավ, ես այս հարցով պապայի հետ կխոսեմ։ Ալեքս, իսկ դու չես ուզում իմ համար Samsung Galaxy S25 Ultra առնես։ Կյանքս շատ եմ ուզում, ուղղակի խանութում մենակ իմ ուզելուն չեն նայում, փող պիտի տամ։ Մոբայլ ցենտրում ապառիկի շատ հարմար տարբերակներ կան։ Լուրջ ես ասում, ինչ լավ է։ Ալարում եմ գնամ խանութ։ Քո նման ալարկոտների համար եւս մտածել են, կարանք օնլայն պատվիրենք ու իրենք կբերեն տուն։ Հա։ Հա։
Մամա, այս ինչ ես հագել։ Տոնական զգեստ։ Ասեք, որ մաման շատ քյութ է։ Արփի մամային պետք էր տոնական զգեստ ռեստորան գնալու տոնական ընթրիքի, ոչ թե թումոյագի ռիլ նկարելու։ Վայ, երեխեք, կարծում եք լուքս հարմար չի, հա, տոնական երեկոյի համար։ Տիկին ալա, ես ձեր համար լավ առաջարկ ունեմ։ Միասին գնում ենք մոլ ու ընտիր լուք ենք հավաքում ձեր համար, քանի որ ես շատ ճաշակով եմ։ Հա, բայց Ալեքս դու չես գնա, չէ՞։ Ինչի՞ մտածում ես ես ճաշակով չեմ, եթե ես ճաշակով չլինեի, քեզ չէի ընտրի, բա։ Լավ, գնա։ Արի փեսաս։ Կարեն, դու էլ ես մտածում, որ մամայի լուքը չի համապատասխանում այսօրվա տոնական երեկոյին։ Ես ինչ եք հագե տիկին ալա։ Ոնց լրիվ рэպեր ելնեք, յո։ Խնդալու էր, չէ՞, յո։ Հա, բայց կանաչ մազերիցը խնդալու չի։ Ոնց կանաչ մազերից։ Այ, ես ինչի՞ մազեր ես ես գույն։ Երևի շամպունն ու մազերներկը պատահական խառնել ես։ Հա, բայց վրեն գրած է շամպուն։ Դե հիմա ով է շամպուններից բան հասկանում։ Գնամ լվամ։ Կարեն ացետոնով լվա, որ հաստատ մաքրվի։ Յո։ Արի Ալեքս ջան։ Նարե ճիշտն ասա, Կարենի կանաչ պրիչոսկայի հեղինակը դու ես։ Ես, չէ, ես ինչ գործ ունեմ։ Երևի Կարենը կամած շրեկն է դառնում, տենց կանաչում է, ես կապ չունեմ։ Ինձ էլ է տենց թվում։ Հաստատ։ Վահան, էլ նման բան չտեսնեմ։ Ես պապայիս 1000 անգամ ասել եմ, որ ինձ նվերներ չտա, հատկապես մեքենա։ Հիմա ինչ ես փորձում ինձ մեքենա նվիրել։ Բայց ես ինչ եմ ալել, Սոֆի ջան։ Ոնց ինչ ես արել։ Էդ ոնց է լինում, որ ես կանգառում կանգնած, սպասում եմ 27 համարի ավտոբուսին, բայց գալիս է 27 համարի Range Rover։ Բայց լավ չի, որ քաղաքապետարանը 5 գազելները հանելան, օլ մեքենաներ ա բերել։ Այդ դեպքում ինչի էիր դու վարում։ Մենակ չասես էլի, որ երկրորդ աշխատանք ես գտել։ Ճիշտն ասած, տիկնապայի աշխատավարձով չես գալ ապրես։ Իսկ ուղևորին մեքենայի բանալիները նվիրելն էլ էր քաղաքապետարանի որոշումը։ Դե Սոֆի ջան, ինձ ինչ ասել են, ես էդ անում եմ։ Մի խոսքով, պապային կփոխանցես, որ մեքենա նվիրելու փորձը շատ կրեատիվ էր, բայց չեմ ուզում։ Իսկ հիմա կարաս գնաս։ Go out։ Yes։ Տան բանալիները մնաց մոտս։ Վահան։ Էս մեկը իմը չի։ Մնացած բանալիների հետ էլ խալնվե։ Էս մի սուրճ վերցրու։ Էս էլ երկրորդը։ Ինչ ես անում, Արփի։ Կրկնակի սուրճ ոնց ուզել էիր։ Արփի, կրկնակի սուրճ նշանակում է մեկ բաժակի մեջ 2 բաժին սուրճ։ Դու 2 տարբեր բաժակներ սուրճ ես դրել։ Ոյ դե Լիլիթ, ինչ տարբերություն, մի բաժակից կխմես, 2 բաժակից կխմես, արդյունքը նույնն է էլի։ Հա, լավ, շնորհակալ եմ։ Դու դեռ շատ երկար ես մնալու բախնիքում, այնքան ես լողանալու դառնաս ջրահարս։ Տիկնայք և պարոնայք, դիմավորեք բարձր ծափահարություններով, գեղեցկուհի Ալլա։ Ով է։ Ձեր կարծիքը։ Լիլի, տարի ես պատասխանատվությունն իմ վրա չվերցնեմ, դու ասա, հա։ Ալեքս, ես ինչ ես հագցրել մամային։ Երեկոյան ընտիր լուք։ Եթե այդ երեկոյի թամադան լիներ մաման ու վարելուց, կասեի հա շատ ճաշակով ես, բայց ընդամենը ռեստորան գնալու համար սենց շորեր։ Չէ, ես ոնց հասկացա, մենք մի հատ էլ պիտի գնանք մոլ արդեն իմ հետ։ Մոլ էլի Լիլիթ, արդեն մոլի աշխատողներն ինձ դեմքով ռազմերով ճանաչում են։ Չո, ուրիշ տարբերակ չկա։ Իմ կողմից ճիշտ կլինի ասել, որ շատ անճաշակ էր։ Զուտ ապավության համար ասեցի ասեմ։ Խնդրում եմ, ձեր խանութի նոր աշխատողին փոխեք։ Հետ ինչ արի, Տաթև ջան։ Չիպս եմ ուզել, ասում է չիպս չի։ Բա ի՞նչ է։ Չգիտեմ, ես այդքանը չեմ կարող հիշեմ։
Հասմիկ Մեխակովնա, այդ մեր հաճախորդին ինչ եք ասի, որ չիփս ա ուզե։ Սարգիս չիփս չեմ, այլ կարտոֆիլից պատրաստած լայմի եւ չիլիի համով բարակ խորտիկ եմ։ Հասմիկ Մեխակովնա, ինձ թվում է, այսքանով կարելի է բավարարվել, դուք կարաք գնաք։ Գնամ։ Կգնամ։ Կգնամ համապատասխանատյաններ եւ բողոք կներկայացնեմ, որ դուք թոշակառուին հեռացնում եք աշխատանքից։ Հասմիկ Մեխակովնա, դուք ճիշտ չհասկացաք Սակոն նկատի ունի, որ կարող եք գնալ սրճարանում սպասարկելու։ Վարդուհի, դուք շատ հասկացող կին եք, ինչը չեմ կարող ասել ձեր ամուսնու մասին։ Թքած ունեմ այդ 2 կոպեկի վրա, Ռոզ։ Հասմիկի պատճառով մարդ չի գալիս։ Պետքա մի բան մտածենք, գործից հանենք։ Բա որ բողոքի Սակո, իսկ ինքը հաստատ կբողոքի, տենց չի լինի։ Լսի, արի մի օր էլ ձգենք, հետո կասենք սրճարանը փակում է, էլ չենք աշխատելու։ Լավ, արի տենանք ինչ անում։ Կներեք, պիցա ունեք։ Աղջիկ ջան, պիցա չէ, այլ շրջանաձև հաց, ծածկված լոլիկի սոուսով, պանրով, ձիթապտղով եւ ռեհանով։ Իսկ կրուասան ունեք։ Կրուասան չէ, այլ կիսալուսնի տեսքով շերտավոր կաթնահունց է։ Ուրիշ ինչ-որ բան կցանկանաք։ Ցանկանում ենք հեռանալ ձեր սրճարանից։ Հասմիկ Մեխակովնա, իմ կարծիքով դու պետք է անեց անեք, որ հաճախորդները ինչ-որ բան պատվիրեն, ոչ թե փախչեն։ Ոչինչ։ Կարևորը մեր հաճախորդները լիքը նոր բառեր են սովորում ինձնից։ Հասմիկ Մեխակովնա, գնացեք ձեր գրադարանում ուղղագրություն սովորացրեք։ Ես մեծ սիրով, ուղղակի գրադարանի այցելուները մտքում են կարդում։ Վահան, մի հատ կգաս վերև։ Սոֆի ջան կանչել էի։ Այդ տղա ո՞նց են շուտ հասար 4-րդ հարկ։ Վետեդակով։ Բայց շենքի վերելակը չի աշխատում։ Հա, որովհետև կնոպկենի մոտ է, երբ պետք է աշխատում է, երբ պետք չի աշխատում։ Հələ ասա տեսնեմ, ո՞նց է այս բանալին հայտնվել աշակերտի ստետրի մեջ։ Էս։ Բայց ինչ հրաշալի բանալի է, շատ լավն է, գիտես։ Երևի քո աշակերտներն են ուզեցել քեզ կաշառեն, գիտես։ Ոնց կարա աշակերտը 2025 թվականի արտադրության ամենագնացով ինձ կաշառի։ Համեր դու չգիտես, որ ինձ անհնար է կաշառելը։ Սա արդեն հասկացել եմ։ Դե որ հասկացել ես, վերցրու ես բանալին ու վերադարձրու նրան, ով որ փորձել է ինձ կաշառի։ Ինչ եղավ։ Սոֆի ջան, ես պապատա ինձ հավամայել, որ ես մեքենայի բանալիները նվիրեմ քեզ, ու եթե ես իր հրամանը չկատարեմ, ինձ գործից կանի։ Իսկ դու գիտես, որ ես տիկնապայից բացի ուրիշ ոչ մի գործով չեմ կազմակերպվել։ Դե լավ, Վահան, հասկացանք լավ։ Պապային փոխանցի, որ վերցնում եմ նվերը։ Դե երթվի։ Երթվում եմ, հրաշալի որոշում եմ ապրես։ 5։ Դե դու գնա բակ, ես գնամ դպրոց։ Վայ, ես քեզ կտանեմ։ Վայ, պետք չի, հա։ Մոռացել ես, որ արդեն մեքենա ունեմ։ 25 թվականի ամենագնաց։ Պապան աննվիրել։ Պապայություն։ Ապրես։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Շորերս ինչ եղան։ Ախր ես հաստատ հիշում եմ, որ բաղնիքում եմ կախել։ Շեֆ ջան, հալամանդ կատարել եմ, մեքենա նվիրել եմ աղջկատ։ Լուրջ ես ասում, ստացվել է մոտդ։ Ապրես Վահան ջան, քեզ էս ամիս պրեմիա։ Ինչ սիրտդ ուզում ասա կանեմ։ Լուրջ։ Ուրեմն ինձ մի հատ մեծ գլպանով կաստում։ Ահա լավ մտածի։ Ասում եմ, ինչ ուզում ես կանեմ։ Լավ մտածեմ, սպասի, լավ։ Ու հա մտածեցի։ Ուրեմն ուզում եմ 2 հատ մեծ գլպանով կաստում։ Լավ, Վահան ջան։ Ու խնդիր չունես։ Քանի հատ գլպանով ուզես կառնեմ։ Շնորհակալ եմ, շեֆ ջան։ Շեֆ ջան։ Սոֆի ջան։ Սոֆի ջան, ոնց որ մուտքը խառնել ես, հա։
Չեմ խառնել Վահան, գնում եմ Նարեինց տուն։ Նարեն այսօր դասի չի եկել, ես էլ անհանգիստ եմ։ Գնամ տեսնեմ ինչ ա եղել։ Հասկացա։ Իսկ հավանեցի՞լ նոր մեքենատ գործի գնալ գալը հարմալը։ Գնալը, հա։ Գալը երթուղայինով։ Այսինքն Մեքենան նվիրել եմ դպրոցին, որ վաճառեն ու այդ գումարով դպրոցի կարիքները հոգան։ Հեսա պապատ իմանալու ա գլուխս ջաթի։ Լավ, լավա ես գնամ շուտ իրա մոտ, քանի ուրիշից չի իմացել, որ ուրիշի մոտ գլուխս ջաթի։ Ավելի սոբի ժամը։ Նարե հեչ ծիծաղալու չի։ Դու որ քեզ կողքից տեսնես, տես չես ասի։ Նարե ջան, բարև։ Բարև ձեզ, Միս Սոֆի։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ եմ, շնորհակալություն։ Այսօր դպրոց չես եկել, անհանգստացա, հո բան չի եղել։ Պապան արձան էր ուղարկել, պետքա դիմավորեի։ Ինչ հետաքրքիր արձանը։ Փաստորեն Հայրիկը արձաններով է հետաքրքրված։ Դե հա, նոր ա սկսել, սա առաջինն է։ Չէ, շատ հետաքրքիր արձանը։ Գիտես, նման է հունական դիցաբանության իդեալական տղամարդու կերպարին՝ Ապոլոնին։ Չէ, պապան ասեց հայկական դիցաբանության ապօրինության ու սխալ պաշտոն զբաղեցրած տղամարդու կերպարն է, Կարորոնը։ Չեմ լսել նման բան։ Ինչից է պատրաստված։ Գիպսից։ Ավելի շատ գաջից։ Կյանքումս շարժվող արձան չէի տեսել։ Պապան հատուկ է սենց պատվիրել, որ շարժվի։ Դե լավ հերիքա, ձեր Կարոլոն արձանին ասա թող շարժվի հանգիստ, թե չէ չի կարա երկար անշարժ մնա։ Կարենը։ Սկզբից էլ հասկացել եք, որ արձան չի։ Իհարկե հասկացել էի, չի կարա կանաչ մազերով, պայլմաներով թումբանով արձան լինի Նարե ջան։ Սոֆի ջան, սխալ եք հասկացել, ես Կարենը չեմ։ Կարեն ջան, կարաս հանգիստ լինես, դու քո դերը իդեալական կատարել ես, համարյա հավատացի։ Իսկ դու Նարե ջան, վաղը ծնողի հետ դպրոց, անհարգելի բացակայության համար։ Լավ էլի Կարեն, մի քիչ ավելի երկար անշարժ մնա այս։ ու ահավոր կինո։ Սիրելի հարազատներ, եկեք բաժակ բարձրացնենք և շնորհավորենք մեր հնապսակներին Ալլային և Արամին ամուսնության 28-ամյակի կապակցությամբ և այս գեղեցիկ քառատողը նվիրում է մեր զույգ ծաղիկներին։ 28 տարի նույն ճաշն է եփվել, նույն կռիվն ու հաշտությունն է կրկնվել, բայց սիրո կրակը չսառեց դարձից, Ալլան դեռ բախում է Արամի հայացքին։ Ես դու գրել այդ նա։ Ինչ որ բան կցանկանաք ավելացնեմ։ Չէ, մամ ջան, արի նստի դու էլ մեր հետ նշի մեր տոնը։ Դա քո համար է տոն։ Դու գիտես, որ ես միշտ էլ դեմ եմ եղել քո ամուսնության Արամի հետ։ Տատ ինձ մի հատ սմուզի բերելի։ Արփի ինչ սմուզի։ Քանի անգամ եմ ասել, մրգային հյուսային ըմպելիք է։ Իսկ իմ ստեյքը երբ կլինի։ Լիլիթ ստեյք չէ, այլ մկանային ջլերին ուղղահայաց կտրված մսի կտոր եմ։ Աղջինայի մի խոքումնա մոցա ջխոյլացի։ Ենքան աղուղել տակությունը բարձացելաց։ Կնսապես ինչ եմ անում։ Հասմիկ մեխակմնա, որ խնդրեմ ինձ կլապ սենդվիչ կբերեք, պաստա, չիզկեկ և մոխիտո։ Ինձ էլ չիզքեիք, մեկ էլ կվատրո ֆորմանջի։ Ռոզա Սարգիս, ես դուրս եմ գալիս աշխատանքից։ Սա քո դու ամուսին չես, դու կրուասան ես։ Սիրելի բարեկամներ, հարազատներ և Սաքո Ռոզա։ Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր հարսիկ Ալլան զանգահարի արտասահմանում գտնվող իր ամուսնուն Արամին, որպեսզի մենք բոլորս միասին շնորհավորենք նրանց ամուսնության 28-ամյակի կապակցությամբ։ Զանգի Ալլա ջան, զանգի։ Ասալա։ Արամ, ես որտեղ ես։ Սովիապին չես տեսնում։ Ամոթ քեզ Արամ, մենակ գնացել ես Եգիպտոս, հա։ Հալա գախնի գործողություն եմ իրականացնում, հեսա պիտի սուզվեմ։ Հելենայի է։ Հերիք չի մենակ գնացել ես Եգիպտոս, հիմա էլ դայվինգով ես, հա զբաղվում։ Անասում ժամանակ չկա, վրաս բան կա ասա։ Արամ, այսօր ինչ օր է։ Թարս։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Ամոթ քեզ, ամեն տարի սենց ես անում։ Մեր ամուսնության օրն է, Արամ։
Հալա դու կարծում ես հիմա ճիշտ ժամանակն է, որ իրար հետ կռվենք։ Ես քո 28 տառքակինն եմ, դու չգիտես, որ կինը որոշած ժամանակ բան չի հարցնում։ Շնորհավոր Հալա, հաջողություն։ Արամ։ Արամը շատ ուրախ էր, ասում էր հոգաչափ շնորհակալ եմ, որ բոլորդ հավաքվել եք ու ուրախանում եք։ Մամ, մենք լսեցինք ինչ էր ասում պապան։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Էս սուր է։ Ես քո թրուկները ճամբարում եի անում ու ուրիշների վրա։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։